քեզ պատկերը Փաշինյանը Ալիևին հրավիրում էր սուրճի եւ տեսակ այդ ինչպես ճանապարհեց Ալիևը Փաշինյանին ու սրան զուգահեռ դրան հաջորդեց Ալիևի հայտարարությունները ձեր սահմանադրությունը փոխում եք, Մինսկի խմբից հրաժարվում եք, վերադարձ Երևան լինելու է, ճակատներում վերադարձը։ Խնդրեմ, ես ինչ կեցվածք են, ինչի դրսևորում է սա։ Դե այս կեցվածքը ես ուզում եմ, որ մեր բոլոր հանրությունը, մեր ազգը տեսնի, որ հասկանա մեր երկրի ղեկավարը այսօրվա իրավիճակում ով է, որ երկար ժամանակ, երկար պարտություններից, խայտառակ պարտություններից հետո, Արցախի կործանումից հետո այս նմանատիպ մարդիկ գնում հայտնվում են այն դավաճան թշնամիների, այն ներկայացուցիչների մեջ քննարկումների կամ ինչ-որ բաների մասնակցում, որոնք 30 տարի Արցախը ազատ ուժեղ Հայաստան այդ ժամանակահատվածում գտնվելով, այդ նույն Ալիևը, այդ նույն Էրդողանը ոչ մի մեր ղեկավարների հետ ոչ մի նմանատիպ հանդիպում չեն ունեցել, ոչ թե չեն ուզեցել, չեն կարողացել, երազել են այդ հանդիպումներին, բայց այդ հանդիպումների ընթացքում մենք էինք եղել այդ իրավիճակում, այդ կարգավիճակում, ոնց որ հիմի իրանք են իրանց ներկայացնում, իրանք էլ եղել են հակառակ կողմը, սենց գլուխները կախ, սենց միշտ ման գալիս, թե ինչ թեմայով, ինչ խոսակցություն բանանեն, որ այդ ղեկավարների դուրը գա կամ էլ այդ ղեկավարները ինչ որ մի ձևի դրանց ուշադրություն դարձնեն։ Այո, խայտառակ կերպարա, խայտառակ նկարաբանա, ու բացի դրանից էլ երկրի ղեկավարը ինչ որ բարմենի դերում կոֆե հյուրասիրելու, կոֆե առաջարկելու այդ կարգավիճակում դե հասկանալի է, որ մենք այս իրավիճակում նմանատիպ ղեկավարի մեղքով հայտնվելով հետագա բոլոր իրավիճակը այն նույնատիպ կերպարներ, նույնատիպ ձևաչափով է լինելու ու գիտեք ամենացավալին կամ էլ ամենաանդուր բանը ինչա, որ այդ մարդը մնում է մինչև օրս էլ ղեկավար Հայաստանի մայր Հայաստանում, որ մինչև այդ օրս էլ այդ մարդը ինչ որ բաներ է ուզում ներկայացնի կամ էլ ինչ որ բարելավելու հայ ազգի իրավիճակը, հասկանալի է, ամեն ձևի այս նմանատիպ բաները, տեսարանները մեր համար դա բանանում, որ հետագա բոլոր թե գործողություններն է, թե անելիքներն է, թե ճանապարհն է, առաջի հերթին մենք պիտի ազատվենք ներքին մեր թշնամիներից, հենց այդ մարդիկ, որ բերել հասցրել են մեր այսօրվա իրավիճակը մեր ժողովրդին։ Անելիքներ շատ կա, ժողովրդին ես ուզում եմ նորից ասեմ, ուշքներդ, գլուխներդ հավաքեք, աչքներդ բացեք, եթե դու իրոք հայ ազգի ներկայացուցիչներն է, եթե մենք իրոք հայ ենք, մենք չպիտի թույլ տանք, մենք չպիտի թողենք, որ հետագայում նմանատիպ մարդիկ պատմական որոշումներ կամ վճռական որոշումներ կայացնեն մեր ազգի հետ կախված։ Այն ինչ կախված է թշնամու հետ, թշնամու դրսևորելը, դա նորմալ երևույթ է։ Թշնամին օգտվել է այդ առիթներով, հասել է ինչ որ բարենպաստ խոսքի բաներին, գործողությունների, դրա համար էլ ինքը իր ձևի էլ ձևավորում է, ձևի էլ պահվածք է ցույց տալիս։ Վաղվա օրը այսօր որ ասում ենք Ալիևը պահանջում է սահմանադրության փոփոխություն կամ էլ ինչ որ իր այն կոչված այդ արևմտյան Ադրբեջանի հետ կախված այդ մեջբերումները, սաղ Հայաստանի ներկա իշխանության բացթողումներն է, անպիտանի դավաճան գործողությունների արդյունքներն է դա, որ այսօրվա իրավիճակում, եթե դա լինի շարունակական, մենք ունենալու ենք ավելի մեծ հարցեր, ավելի մեծ բարդություններ մեր հետագա ազգի ապրելու կամ հայ լինելու, հայ ապրելու այս տարածքում։ Բայց հիմա իրանք արդեն բարձր մակարդակով ուղիղ հրապարակայնորեն վիրավորում են իրենց քննադատողներին, Աննա Հակոբյանը տգետ, տխմար, համբալ, ոչի, էշ, մինչև անգամ էշ անվանում են նախագահներին, այս ամենը ինչի դրսևորում է։ Նայեք, ամեն մարդ իր բերանից ինչ բառ դուրս է գալիս,
Դա առաջի հերթին, տենց բան կա, որ մարդկանց հետ շփվում ես, մարդ ինչ որ ձևի բառապաշարը ներկայացնում է, հենց իրա դա ներքին աշխարհի տեսլակետն է, իրա բանն է, բառապաշարի համապատասխան բառերն է։ Մենք չանդրադառնալով ամեն մի կերպարի իրա ներկայացրած բառերը Աննա Հակոբյանին կարանք հիշեցնենք ու խոսքի մի հատ էլ սենց առաջարկ անենք, որ չփորձի խոսքի Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ տես բաներ ասի, կամ էլ թեյի հրավիրի, ոնց որ սկզբնական շրջանում հրավիրում էր թեյ խմելու Շուշիում, ես մտավախություն ունեմ, որ այդ մարդիկ կարող է վաղվա օրը այդ իրանց այդ համագործակցող այդ ներկայացուցիչներին հրավիրեն ինչ որ Հայաստանում մի տարածքում կամ էլ մինտեղ թեյ խմելու, այ մտավախությունս դրա մեջ է։ Դուք ինչից եք խոսում, ինչ համարձակվել, նրանք մենակ իրանց համարձակությունը, իրանց ժողովրդի, իրանց ազգի վրա են մատ թափ տալով կամ այդ նույնատիպ բառեր օգտագործում, նրանց գովելու ավելի շատ բառեր են ներկայացնում մեր թշնամուն գովաբանելով կամ էլ ինչ որ բանով կառուցողական աշխատանքներ խոսքի իրականացնելու, քան նրանց նկատմամբ ինչ որ բառեր օգտագործելու, բայց այդ նույն բառերը մեր թշնամիների կողմից ահագին անգամ իրանց նկատմամբ եղել է սկզբնական շրջանում թե տարբեր բաներում, տարբեր տարբերակներով եղել է նմանատիպ բառեր հենց իրենց նկատմամբ, հենց միջև օրս էլ կա, որ բառացիորեն կարող է բառը չեն օգտագործում, բայց ընդհանուր միտքը, որ արտահայտում են, իմաստը դրա մեջ է, որ էշեն, որ խոսքի այդ բառերը էլ տգետ են, որ խոսքի մի հատ կալխոզի բանել չի Իրանից ներկայացնում խոսքի Հայաստանի ղեկավարը։ Այդ նմանատիպ բառեր մենք միշտ լսել ենք, մենք միշտ նմանատիպ խոսքի ծաղրանքի բաներ ներկայացնելով մենք դա տեսել ենք։ Այսօրվա իրավիճակը նորից եմ ասում, ներկա իշխանության պահվածքը թե իր շրջապատով, թե իրանց կանայցով, թե իրանց հարազատներով, եղբայրներով, որոնք այսօրվա իրավիճակում զբաղեցնում են Հայաստանում տարբեր ղեկավար պաշտոնյաներ կամ իրանց կազմը այդ ԿՊԱ-կան կազմերում, դրանք բոլորը նմանատիպ պահվածքը իրանց մտավախությունն է, իրանց մեջ մտած այդ մեծ վախը, իրանց ճակատագրի գիտեն վաղվա օրը ինչա լինելու։ Դրա համար ամեն ինչ անում են այդ պաշտոնը, այդ աթոռը պահելու համար, բայց Արցախի կործանումը, բոլոր այդ մեր հերոսների, այդ քաջ որդիների, այդ արյունի պատասխանատվությունից ոչ մեկը չի կարողանալու խուսափի։ Ուզում են ինչ բառեր օգտագործեն, ում նկատմամբ էլ ինչ էլ ասեն, նորից եմ ասում, ոչ մեկը պատասխանատվությունից չի խուսափելու։ Ու մենք լինելու ենք հետևողական, մենք մեր բոլոր ուղղությունների աշխատանքները սկզբնական այս ժամանակահատվածներում պիտի իրականացնենք թե ընտրությունների կարգով ալնելու, թե միջև ընտրություններն ալնելու, սկզբից ազատվենք այս ներկա իշխանության, այս հայկական, այս ոչ հայանպաստ, ոչ ազգասեր, ոչ հայրենասիրական մոտեցումներից այդ ներկայացուցիչներին պիտի հեռացնենք, դրանից հետո արդեն սկսենք որ ասում են գործողությունները, որ ժողովրդի մեջ տեսնեն, որ իրականում մենք կարողանում ենք արժանապատվության համար պայքարենք, որ արդարությունը, արժանապատվությունը ունենում է միշտ հաղթանակ, ու այդ հաղթանակից հետո էլ տեսնում է ժողովուրդը այդ պատժած մարդկանց, որոնց մեղքով մենք հասել ենք այսօրը։ Ես ուրիշ բառեր չեմ կարող ավելացնեմ, որովհետև բառերը ավելի լավ է մենք թողնենք, գործողությունների բան ավելի բարձրացնենք։ Ինչ վիճակում են այսօր արցախցիները, ինչպես են այս պայմաններում, այս անտերության հատված իրավիճակում կարողանում ապրել։ Արցախայության իրավիճակը մնում է էլի նույն ձևի, ոնց որ այս վերջի ժամանակները այդ ծայրահեղ իրավիճակը գնալով իրավիճակը ավելի է ծայրահեղ դառնում, մոտակա ժամանակները ես գիտեմ, թե մենք պիտի նոր ձևաչափով, նոր ուղղությունով, նոր ճանապարհով սկսենք աշխատանքներ իրականացնել, որ ներկա իշխանությանը նորից ճնշելով, թե նորից գործողության process-ներով բերենք նստեցնենք սեղանին արցախայության հարցերը կարգավորելու համար։ Արցախայության հարցերը սկսած սոցիալական հարցերից
ավարտած բոլոր այն բաները, այն հանգամանքները, որի բանով այս ժողովուրդը գտնվում է այս իրավիճակում, թե անհետ կորածների հետ կախված է, թե արցախցիների իրավունքների հետ կախված է, թե Արցախի հարցի կարգավիճակի կամ հարցի լուծման հետագա ձևաչափի հետ կախված է, մենք չպիտի թողնենք ներկա իշխանությանը այդ բոլոր այդ հարցերը վտանգի տակ դնի, այս մինչև այսօրվա իրավիճակը Արցախը կործանելուց հետո մեզ խաբելով, մեզ մոլորեցնելով, հանրությանը տարբեր թեզեր, տարբեր ձևաչափեր ներկայացնելով, որ լավ ալնելու խոսքի թշնամու հետ ապրելն է, թե թշնամու հետ գործ աշխատելն է կամ միասնական ինչ որ հետագա ապրելն է այս տարածաշրջանում, ես գտնում եմ թե ամեն մեկը պիտի զբաղվի իր հարցին։ Թշնամին ունի ծրագիր, որը ուզում է այսօրվա իրավիճակով իրականացնի ոչ թե Արցախի կործանումից հետո էլ, որովհետև թշնամու մոտ այդ ծրագիրը կար ու միշտ էլ եղել է, նրանք սպասել են պահը, նրանք սպասել են նմանատիպ այս ձևի, որ ասում է թույլ, այս ձևի անպիտանի, այս ձևի դավաճան սրիկաներին, որ այդ իրավիճակից օգտվելով հասնեն իրենց նպատակին։ Մենք հանրությունը ժողովուրդս պիտի դիմադրենք, ծանրա, դժվարա, բան չունեմ ասելու, բայց նորից եմ ասում, հետագա մեր ապագա սերունդը մեզ ավելի շատ է քննադատելու, չէ մեզ մին քանի տասնյակ ներկայացուցիչները, որոնց մեղքով մենք հասել ենք այսօրը։ Մենք այսօր ունենք անելիքներ, մենք այսօրվա անելիքներն էլ, հնարավորություններն էլ ունենք հասնելու այն նպատակին, որ նորից մենք մեր իրավունքները վերականգնենք այս տարածքում որպես հայ, որը մեր նախնիները փոխանցել են մեզ հազարամյա տարիներով, մենք նորից պիտի դա վերականգնենք, այդ արդարությունը, արժանապատվությունը որպես ազգ մենք պիտի վերականգնենք ու ունենք բոլոր այդ հնարավորությունները։ Նույն ձևի Արցախահայությունն էլ այս ծանր իրավիճակում բոլոր այդ պայքարներում, բոլոր այդ գործողության մեջ միշտ պիտի լինի առաջնագծում։ Եվ սրա զուգահեռ Բաքվի բանտերում շարունակում են մեր ռազմագետների շինծու դատավարական գործերը։ Խնդրեմ, որևէ անելիք չկա։ Դե նայեք, այս ներկա իշխանության նպատակը գերիների չգալը, ներկա իշխանության նպատակը Արցախի հարցը փակելը, ներկա իշխանության նպատակը ցեղասպանությունը ուրանալու, այս ներկա իշխանության բոլոր նպատակները, ինչ այսօրվա իրավիճակում մենք հայտնվել ենք, բոլորը թշնամու կողմից, թշնամու հետ համագործակցության process-ների արդյունքներն է։ Եթե դու թշնամու հետ չհամագործակցես, դու հայանպաստ ես, դու հայրենասեր ես, դու առաջերտին քո ժողովրդի շահերի մասին ես մտածում, դու առաջերտին բանակցությունների սեղանին դնում ես գերիների վերադարձը, абսուրդ, մի հատ աննորմալ իրավիճակ։ Գերիները գտնվում են, մեր հայ քաջորդիները գտնվում են գերիության մեջ, այս մարդը նստած կամ կոֆե է խմում, կամ էլ կոֆե առաջարկում, կամ էլ մի հատ նենց ուրախ մթնոլորտում ինքներ հետները միասին ծիծաղելով ապագայի ինչ-որ խաղաղության կամ էլ ինչ-որ բաների ձևաչափով բաներ են ներկայացնում։ Ժողովուրդը իրոք նորից եմ ասում, աննորմալ իրավիճակ է, աննորմալ տեսարան է։ Գերիության մեջ մեր գտնվում են մեր եղբայրները, Արցախը գտնվում է, Արցախը կործանումից հետո 150,000 մարդ Արցախից ցեղասպանությունից տեղը հանված, փրկված գտնվում է ծայրահեղ իրավիճակում, Հայաստանի անվտանգության սահմանները, անվտանգության հայ ժողովուրդը կարգավիճակը գնում է ծայրահեղ իրավիճակում, մենակ մի քանի տասնյակ մարդ դրա մեջ մենակ լավ բան են տեսնում կամ դրա մեջ մեզ փորձում են հանրության մեջ ներշնչեն, որ ժողովուրդ այսի է, մեր ասած խաղաղությունը կամ մեր ասած լավ ձևի ապրելը այսի է։ Արդյոք դուք բոլորը հանդուրժում եք դրան կամ ընդունում եք դա որպես որ ասում է մեր հասանելի կամ մեր հասնելի։ Ես ոչ, ու ինձ նման հազարավոր մարդիկ ասում են ոչ, չպիտի թողնենք սա իրականանա։ Առաջնային հարցեր ունենք, գերիների հետ վերադարձը հայրենիք,
Արցախի կարգավիճակը հարցի լուծման կարգավիճակը կամ ժողովրդի կարգավիճակը ձևավորելու ու տենց տասնյակ հարցեր կա, որ միջև դա չկարգավորի, թշնամու հետ ինչ որ գործողություն, համագործակցություն կամ էլ ինչ որ բանակցել հա, բայց բանակցային սեղանին պիտի քո կողմից դրած լինի նույնպես քո պահանջները։ Դու գնում ես ասում մենակ Ադրբեջանի պահանջները կամ Թուրքիայի պահանջները։ Քո կողմից պահանջներ չկա այդ սեղանին, որ գնում ես դու ներկայացնում ես որպես հայ ազգի ներկայացուցիչ, ղեկավար, առաջնորդ կոչեցյալ ուզում ես տես մի հատ բառ քո մասին խոսեն, դու մի բան ներկայացնում, մի հատ բան արա, որ քեզ էլ մի գոնե ասեն, այսքան բաստողումներում այս մարդը մի հատ լավ բան արեց իր հայրենիքի կամ իր ազգի համար, որովհետև չեք կարա, նորից եմ կրկնում, չեք կարա, դուք այդ տղան չեք, դուք եթե տեսնում եք մեկ այդ տեսարանները, դու դեղ պահվածքով չեք ցույց տալիս դաժե տղայությունը, դուք ինչ տղա, ինչ կարաք այս ազգի համար անեք, Կովկասում բոլոր ղեկավարները, դու գիտեք մեր կովկասյան ավանդույթները, ինչով է, չէ, տարբերվում մնացած տեղերում, միշտ որ գնում էինք տարբեր տեղեր, միշտ մեզ ընդունում էին որպես կովկասյան ավանդույթներով մեծացած դաստիարակված տղաներ կամ աղջիկներ կամ մնացած մյուս բաները, այն կարևորությունները, մարդկային հիմունքները, դուք կարող եք էդի դրսևորեք, դուք հակառակն եք ցույց տվել, որ մենք միշտ ազգովի ցույց ենք տվել մեկ հաղթանակով, ցույց ենք տվել մեր համախմբվածությունով, ցույց ենք տվել մեր խելքով, ցույց ենք տվել միջազգային բոլոր հարթակներում մեր անելիքներով, դուք դա արել եք հակառակը, բայց բոլորը գիտեն, որ հայ ազգի մեջ դրա 0.0%-ներ չի, որովհետև ձեզ հաջողվել է մի ձևի խափելով կամ ձեզ բերել են կամ ես ձեզ ասեմ դաժե ձեզ բերել նստացրել են այդ սեղանի վրա դուք չեք գնացել թե այդքան էլ չկա որ գնաք վարչապետ դառնաք կամ էլ ինչ որ պաշտոնյաներ զբաղեցնեք ձեզ բերել են դրել են այդ տեղերը որ դուք այս սրիկա գործողությունները իրականացնեք պատասխան եք տալու նորից եմ ասում մինչև այս ժամանակահատվածը այս բոլոր այս process-ները բարեփոխումներ մայր Հայաստանում չիրականացվի, Արցախի հետ վերադարձը հավաքական չիրականացվի, ոչ մեկը թե հաջորդ ներկայացուցիչներից վերջի ժամանակներն էլ տեսնում եմ, վարչապետ բոլորը ուզում են վարչապետ դառնան, այդ ձեզ տեսնելով են ուզում վարչապետ դառնան, տեսել են ձեր նմանները վարչապետ են դառել, իրաց մեջ էլ արտնացել մի հատ բան իրանք էլ են ուզում վարչապետ դառնան, որովհետև տեսնում են պատասխանատվություն չկա, տեսնում են ամեն ինչ կարելի է, տեսնում են որ կարելի է ամեն ձևի ստորություն անել իր ազգի նկատմամբ, բայց բարելավելով իր կյանքը, բոլորը մոտախորժակ առաջացել վարչապետ դառնալու համար։ Այս արմատախիլ պիտի անվի այս մտածելակերպը, արմատախիլ պիտի անվի բոլոր այս տեսլակետները կամ այդ բոլոր նմանատիպ մարդկանց մոտեցումները, չի կարելի, վաղվա օր ունենք մենք ապրելու, որ ասում մենք էլ ենք ժողովուրդներ են ուզում լավ ապրեն, ինչից են տարբերում մնացած ազգից, ժողովուրդները ուզում արժանապատիվ լավ ապրի, կարող եք բարելավեք այդ արժանապատվությունը, որ ասում լավ ապրելը, արեք, չեք կարող նորից ռադներդ քաշեք այս ժողովրդի բանին իրար մեջ ատելություն մի սերմացրեք, իրար մեջ ձեր մեղքերը մի գցեք այդ ժողովրդի մեջ, այդ ժողովրդի վրա, չի ստացվելու, հասունացել է այն իրավիճակը, ժողովուրդը ամեն ինչ հետևում, ամեն ինչ տեսնում է, ու գալու է պահեր, բոլորը ամենքը իր քայլերին, իր արածներին պատասխան է տալու։ Շնորհակալություն։